Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Մամիջանյան, Եվրանեստի Ադրբեջանի պատվիրակության եւ Վրաստանի պատվիրակության, այսպես ասած, չմասնակցելը հիմա որ գնում է խորհրդարանում, Ադրբեջանի հիմնավորումն այն է, որ Եվրախորհրդարանի շատ պատգամավորներ, այսպես կասկածի տակ են դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չգիտեմ, որպես նաեւ ԵԽԽՎ մեր պատվիրակության անդամ, իհարկե մի քիչ տարբեր է, որն է իրենց հիմքը, որ եվրոպացի պատգամավորները օրինակ Արցախահայերի իրավունքների մասին եւ ինչպես է գնահատում խաղաղության դարաշրջան են բացում, բայց հրաժարվում են Հայաստան գալ։ Տեսեք, նախ ԵԽԽՎ-ն ու ԵԽ-ն իրար հետ ոչ մի ընդհանրություն չունեն, որևէ կապ չունեն եւ այս դեպքը ԵԽԽՎ-ի տեսանկյունից վերլուծել հնարավոր չի։ Ես զերծ կմնայի ճիշտն ասած մեկնաբանել այս գործընթացը հայ-ադրբեջանական հարաբերությունների տրամաբանության մեջ եւ առավել եւս հայ-վրացական հարաբերությունների տրամաբանության մեջ, որովհետեւ այդ դիտակետը բացակայում է այս պատմության մեջ որպես այդպիսին։ Վրաստանի իշխանությունների որոշումը դե ակնհայտ է, ինչի հետ է կապված իրենք հայտարարություն են տարածել։ Ադրբեջանը ենթադրում եմ, որ իրենք հղում են անում այն բանաձևերին, որոնք ընդունվել են Եվրոպական խորհրդարանի կողմից, եւ մենք շատ շնորհակալ ենք թե որպես ամբողջություն այդ ինստիտուտին, այդ կառույցին եւ թե անհատ պատգամավորներին, որոնք թե պատերազմի ժամանակ, թե դրան հաջորդող շրջանում, թե բլոկադայի ժամանակ ուշադրության կենտրոնում էին պահում եւ առնվազն բանաձևերի մակարդակով հնչեցնում էին, թե ինչ փոխհարաբերություն է Ադրբեջանը Եվրոպական խորհրդարանի հետ այս համատեքստում ունենում, գիտեք, ես չեմ մեկնաբանի, որովհետեւ մենք խոսում ենք մի երկրի մասին, դե լավ որ ԵԽԽՎ-ի օրինակը բերել էիք գնամ այդ ուղղությամբ 70-ից ավել ԵԽԽՎ-ի պատգամավորների persona non grata է հայտարարել, հասկանում եք, իրանք իմ խորին համոզմամբ արդեն անցել են անդառնալիության կետը, աշխարհում խիստ կասկածում եմ, որ կա որևէ երկիր, որը համարում է Ադրբեջանը դեմոկրատական, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրադրությունը եւ էներգետիկ ռեսուրսների հետ կապված իրողությունները ցավալիորեն որոշ միջազգային կառույցներ եւ որոշ եվրոպական պաշտոնյաներ հանդուրժում են Ադրբեջանի կողմից խայտառակ հակաժողովրդավարական, հակամարտկային, մարդու իրավունքների դեմ ուղղված գործողությունները չեն տալիս դրանց անուններ, որոնք տրամաբանական կլինեին, ուստի այստեղ մեկնաբանելու շատ քիչ բան կա։ Եվրոպական խորհրդարանին այդ բանաձևերի համար ես շատ շնորհակալ եմ, գործընկերներիս, ովքեր դա նախաձեռնել են տասնապատիկ, հարյուրապատիկ անգամ ավելի շատ, եւ դուք գիտեք, որ ես դիմել էի Հայաստանում ԵՄ դեսպան Մարագոսին խնդրանքով կազմակերպել Բաքվում ԵՄ դեսպանի այցելությունը հումանիտար տեսանկյունից որպիսությունը տեղեկանալու մեր տղաների, մեր հայրենակիցների, մի քանի օր առաջ եմ հանդիպել դեսպանի հետ, երեք այդ հարցը քննարկել ենք մեր գործընկերների հետ Եվրոպական խորհրդարանի, շատ բարդ է, իրականում շատ բարդ է, չեմ ուզենա հանկարծ որևէ մեկի մոտ հույս առաջացնել, բայց ամենայն դեպս փորձում ենք, աշխատում ենք։ Ադրբեջանի դիրքորոշումը պայմանավորված է նաև նրանով, որ Euronest-ը որպես կազմակերպայրավական ձև, որպես հարթակ, կարծում եմ, որ մոտ ժամանակում վերափոխումների կենթարկվի, հաշվի առնելով անդամ երկրների կարգավիճակները եւ հարաբերությունների տարբերությունները Եվրամիության հետ, ուստի Ադրբեջանը սա օգտագործել է հերթական անգամ իրենց որևէ իրականության հետ կապ չունեցող օրակարգը առաջ մղելու, բայց ինձ էստեղ ուրիշ բան է հետաքրքրում։ Լավ, հասկացանք Եվրոպական խորհրդարանի հանդեպ ինչ է արել, բայց Հայաստանի Հանրապետության կառավարիչը, որը այդ նույնը ասել է, ինքն է այդ հնարավորությունը տվել Ադրբեջանին այդպիսի բաներ ասելու, խոսելու ինչ որ տարածքային ամբողջականությունից, ներկայացնելու իր ինքնորոշման կոնֆլիկտը տարածքային կոնֆլիկտի տրամաբանության մեջ ու այսպես շարունակ, այնպես որ այլ դերակատարներից բողոքելուց առաջ մենք հիշենք ամեն դեպքում, որ այդ լեզուն Ադրբեջանի վերանը Նիկոլ Փաշինյանն է դրել։ Շնորհակալություն։ Ֆակտորը
Շնորհակալություն, պարոն Մամիջանյան, ձեր վարչապետի թեկնածուն այսօր վերադառնում է Հայաստան եւ արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ հնարավոր է նրան հենց օդանավակայանից ազատազրկեն եւ տեղափոխեն, մի խոսքով ձերբակալեն։ Դուք այս սցենարի դեպքում ինչ եք անելու, արդյոք հնարավոր է որ ձեր վարչապետի թեկնածուն փոխվի թե ոչ, ինչպես եք գնահատում, արդյոք քաղաքական ճնշում համարում եք թե ոչ նրա Դավիթ Համբարձումյանին ձերբակալելը եւ պարոն Մամիջանյան, Հիմա քանի որ այսպես շատ կոմպրոմատներ են շրջանառվում, ձայնագրություններ, տեսագրություններ, ասում են, բա սա նորություն չէ Հայաստանում, Սերժի վաղ տեսնեիք ինչեր էին անում, ճիշտ է չէին հրապարակվում, բայց տվյալ անձին կանչում էին փակ սենյակ, դնում էին դիմացը եւ այդ մարդը արդեն իշխանությունների ցանկությամբ որոշում էր կայացնում, սրա հետ կապված ինչ կասեք դուք։ Եղել է նման դեպքեր, թե ոչ։ Նախ պարոն Կիրակոսյան ամեն դեպքում կոչ կանեմ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահներին, ես գիտեմ, որ մեջբերում արեցիք, բայց Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահներին չենք անվանարկում, վաղ թե ուշ այս կառույցում դա պիտի սովորեն, բացարձակ ձեզողված չի։ Սկսեմ առաջին հարցից։ Այո, պատիվ ունեմ խմբակցության ներկայացրած եւ հետագայում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հավանությունն ստացած Տեխնացու մասիսի գործող քաղաքապետ, վարչապետի տեխնացու մասիսի գործող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը այսօր, ինչպես եւ հայտարարել էր օրեր առաջ, վերադառնում է Հայաստան։ Իրեն դատապարտել են, դատարանը որպես պատժի միջոց ընտրել է 6 տարի 3 ամիս։ Այդպիսի բան պատմության մեջ ճիշտ ասած ես չեմ հիշում, որովհետեւ մեր քաղաքացիների համար տեղեկացնեմ, որ եթե վճիռը լիներ 6 տարուց պակաս, ապա այդ պատմությունը կանցներ համաներման տակ եւ պարոն Համբարձումյանին չէին կալանավորի, բայց զարմանալիորեն դատավորը հենց 6 տարի 3 ամիս պատժի չափը ընտրեց որպես վճիռ, տեսնես ինչով է դա պայմանավորված, բոլորով միասին հետագայում կքննարկենք։ Միայն որում եւս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստին, որ համաներումից օգտվելը որևէ կապ չունի մեղքը ընդունելու հետ, այդ գործով որևէ մեկը բացի Դավիթ Համբարձումյանից չի անցնում, հետաքրքիր է, չէ՞, գործողություն անողներ չկան, բայց գործողության կազմակերպիչ կա, դա էլ է շատ հետաքրքիր զուգադիպություն։ Ալեն Սիմոնյանն է իր Facebook-յան էջում որոշել է այսօր կիսվել Դավիթ Համբարձումյանի հարցազրույցից, իզուրակտորը մենակ կտրել, թող ամբողջականը տեղադրեր, նաև այդ հարթակը կօգտագործեինք տարածման համար, եւ եւս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրեմ, որ Ալեն Սիմոնյանը, Վահագն Ալեքսանյանը եւ մի շարք ԿՊԱ-ականներ այս իրադարձության համատեքստում տիրարժավորում էին, տարածում էին տեսանյութ, որը ոչ մի կապ չունի քրեական գործի հետ, առհասարակ ոչ մի, ոչ վայրի, ոչ ժամանակահատվածի, ոչ դրվագի, ոչ մի կերպ։ Այսինքն ակնհայտ սուտ էին ասում, թե Աժամբյոնից, թե իրենց Facebook-յան էջերում։ Հիմա ներողություն խնդրում, որ երկար էի պատասխանված, այս հարցը ամբողջական պատասխանի կարիք ունի։ Մենք լինելու ենք այսօր օդանավակայանում երեկոյան ժամը 6-ից սկսած, թե ինչպես կվարվի իրավապահ համակարգը, որը այս պարագայում ծառայում է դիմախոսներին լրացնելու համար, ես չգիտեմ։ Իրավական նորմեր կան բոլոր տարբերակների համար, բայց հաշվի առնելով այն փաստը, որ նամակ է ուղարկել Դավիթ Համբարձումյանը դատարան, տեղեկացրել է, որ վերադառնում է, ոչ մի վայրկյան իր գտնվելու վայրը անհայտ չի եղել, այսինքն այդպիսի գործողություն է օդանավակայանում ձերբակալելու մասին, սա անտրամաբանական գործողություն կլինի։ Բայց մենք գիտենք ընդդիմադիրներին մեր երկրում ոնց են վերաբերում, հետեւաբար ես դրանից բացարձակ չեմ զարմանա։ Մենք լինելու ենք այնտեղ, ինչ վերաբերվում է ձեր ժամանակն եմ, ինչ վերաբերում է ձեր հարցին կապված տեխնացուի հետ։ Ես մեր նախորդ զրույցի ժամանակ մի քանի օր առաջ հայտարարել էի, որ ոչինչ մեր համար չի փոխվել իմպիչմենտի գործընթացում, մենք նույն ուժով եւ նույն տրամաբանությամբ շարժվում ենք առաջ եւ իրավական տեսանկյունից նույնպես դրա իրավունքը ունենք։ Քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած վճիռ, իսկ դուք նաև հարցնում եք ճանաչում ենք արդյոք սա քաղաքական հետապնդում, իհարկե սա քաղաքական հետապնդում է, դրա մասին կա Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի հայտարարություն։ Քանի դեռ չկա այս քաղաքական հետապնդման իրավական ուժի մեջ մտած վճիռ, եթե ճիշտ եմ ասում տերմինը, իսկ դա չեմ կարծում, որ ինչպես կա, պարոն Կիրակոսյան։ Ներողություն, երկրորդ հարցին, ճիշտ ասած, ես նմանօրինակ տեղեկություն էլ չի, էլի, դա ախր բամբասանք է, ես դրա ինչը մեկնաբանեմ։
Իմ հետ կապված ոչ մի կամպրոմատ ոչ մեկ չունի։ Ինչ խաղացումը չգիտեմ ինչ ունի։